Դերասանուհի երգչուհի Էլենա Սատրյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել։ Երկար տարիներ է ինչ Էլենն էկրաններին է։ Վերջին շրջանում էլ հատկապես նրա անձնական կյանքը հանրության ուշադրության կենտրոնում է։ Դերասանուհին իր սիրելիի հետ այս օրերին գտնվում է Թունիսում։ Էլենն արդեն հասցրել է հրապարակել հանգստից բացառիկ կադրեր, իսկ արդեն երեկ նա իր ինստագրամյան էջում հայտնել է, որ սիրելին իրեն ամուսնության առաջարկություն է արել, իսկ ինքն էլ դրական պատասխան է տվել։ «Ես ասացի այո», լուսանկարներին կից գրել էր դերասանուհին, իսկ մենք շնորհավորում ենք ու ձեզ ներկայացնում բացառիկ լուսանկարները։ Դերասանուհի Էլենա Սատրյանը տարիներ շարունակ հեռուստաէկրաններին է, հատկապես վերջին շրջանում նա հանրության ուշադրության կենտրոնում է։ Բոլորովին վերջերս էլ Էլենն արժանացավ տարվա լավագույն սերիալային դերասանուհի կոչմանը։ Դերասանուհու անձնական կյանքը ևս շատ է քննարկվել, սակայն նա փորձում է շատ մանրամասներ չհայտնել քննարկումներից խուսափելու համար։ Մի բան պարզ է՝ Էլենա Սատրյանի սիրտը զբաղված է ու արդեն 4 տարի է։ Այս տարի դերասանուհին ընկերոջ հետ մեկնել էր հանգստի ու մի քանի հրապարակումներ արել, սակայն այնպես, որ չերևա սիրելիի դեմքը։ Իսկ օրերս նա իր ինստագրամյան էջում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում հետևորդները փորձել էին ճշտել, արդյոք Էլենը նշանադրվել է։ Դերասանուհին պատասխանել էր, որ ոչ։ Դերասանուհին նոր լուսանկարով է կիսվել իր ինստագրամյան էջում, որտեղ առաջին անգամ երևում է սիրելիի դեմքը։ Star News-ը ձեզ է ներկայացնում այդ լուսանկարը, նաև մի քանի այլ հոլովակ, որոնք այս ընթացքում հրապարակել է դերասանուհին իր սոցիալական էջերում։ Օր իմ սիրելի հետևորդներ, իմ հավատարիմ հետևորդներ, ես գիտեմ ու դուք էլ եք զգացել, դուք էլ ինձ գրել եք, որ արդեն 2-3 օր է ես շատ պասիվ եմ ինստագրամում, վաճառը շատ մեծ չէ, բայց ինձ մոտ ինչ-որ հետաքրքիր փուլ է, գիտեք, ես մի տեսակ սկսել եմ շատ կենտրոնանալ ինձ վրա, սրանք պարզապես խոսքեր չեն, վերջերս մի քանի օր առաջ շատ վատ էի ինձ զգում, շատ վատ, երբեք այդքան վատ չէի զգացել ու առավոտյան արթնացա ու հասկացա, որ ես պիտի իմ կյանքի ռիթմը փոխեմ, սննդի առումով, քնի առումով, որովհետև գալիս է մի շրջան, երբ այդ ամենն արդեն սկսում է զգացնել տալ, որ դու ուշ ես քնում, որ դու նորմալ չես ծնվում եւ այլն։ Հիմա երեկվանից սկսել եմ ավելի ուրիշ կյանք վարել։ Մի խոսքով ես երեկվանից սկսեցի սնվել առողջ, այսօր առավոտյան ես արթնացա ու նախաճաշ արեցի, պատկերացնում եք, արդեն երևի 2-3 տարի կլինի, ես առավոտյան ոչինչ չէի կերել, միայն նորմալ սնվում եմ, երբ որ գնում եմ հանգստի, երբ որ մամաս հետս է լինում, առավոտը նորմալ արթնանում եմ, ուտում եմ եւ այլն, բայց տանը չեմ ուտում։ Մի խոսքով, ասածս ինչա, որ ընդհանրապես 2 օր է, որ ես նորմալ սնունդ եմ օգտագործում, իմ մոտ տպավորությունն ոնց որ ես 10 տարի fast food չեմ կերել, անառողջ բաներ չեմ կերել ու զգացողություններս շատ լավն են, խնդրում եմ ինձ ուժ տվեք, որ ես կարողանամ շարունակել այս կերպով, չնայած դուք էլ ինձ նայեք, որ ես ձեզ ուժ տամ, բայց եթե կան աղջիկներ, ովքեր հիմա այս շրջանում որոշել են փոխել իրենց ապրելակերպը, եկեք միասնական լինենք եւ չհանձնվենք, որովհետեւ ինչքան էլ կյանքը մեկ անգամ ենք ապրում, պետք է այն ապրենք գեղեցիկ, ես վերջերս ինձ մի հատ շատ խելացի աղջիկ ասեց դա։ Հա, ու մոռացա ասել ամենակարևորի մասին, դուք գիտեք ես ինչքան շատ եմ քնում, շատ եմ դրա մասին խոսել, որ միշտ ուշանում եմ, միշտ քնի կարիք ունեմ, չեմ կարողam շուտ արթնանալ, ես այսօր բուդիլնիկ եմ դրել ժամը 11-ին ու արթնացել եմ, ժողովուրդ չեմ անջատել ու քնել, արթնացել եմ գիտակցելով, որ ինձ պետքա շուտ արթնանալ ու ես հիմա ինձ շատ թարմ եմ զգում, այնպես որ եթե կան մարդիկ, ովքեր ինձ նման էին ապրում, միացեք ինձ, եկեք հախից կանք ես վատ ռեժիմի, վատ սնունդի ու սխալ կյանքի ռիթմի, հաստատ շատ լավ եք ձեզ զգալու։
Էլենա Սատրյանի անվան շուրջ խոսակցությունները միշտ են եղել։ Նախավերջին հեռուստասերիալը, որում նկարահանվում էր Էլենա Սատրյանը, կիսատ մնաց և փոխվեց դերակատարը։ Հետո արդեն շատ երկար քննարկումներից հետո Էլենա Սատրյանը հայտնեց, որ նկարահանվելու է Մոխրոտի երազները հեռուստասերիալում, ինչը իրոք որ ուրախացրել էր նրա երկրպագուներին։ Հեռուստասերիալն արդեն ավարտված է, սակայն քննարկումները շարունակվում են։ Ձեզ ենք ներկայացնում նաև այն հոլովակը, որով Էլենա Սատրյանը հայտնել էր իր հետևորդներին հեռուստասերիալ վերադառնալու մասին։ Շատ սիրելի հեռուստադիտողներ, իմ շատ սիրելի հետևորդներ, ես գիտեի, որ այս անակնկալն իսկապես մեծ հետաքրքրություն կառաջացնի ու եթե անհամեստություն չանեմ, հենց այդպես էլ եղավ ու այս պահին իմ Instagram-ն ուղղակի պայթում է ձեր նամակներից եւ ուզում եմ ասել, այո, դուք ճիշտ եք հասկացել ամեն բան։ Այսուհետ Մոխրոտի երազները հեռուստասերիալում Մոխրոտի կերպարը կմարմնավորեմ ես։ Ես ակնկալում եմ ձեր սերն ու ջերմությունը եւ հուսով եմ, որ կկարողանամ լրացնել բոլոր այն բացերը, որոնք կիսատ թողեցի նախորդ նախագծի ընթացքում։ Դիտեք Մոխրոտի երազները հեռուստասերիալը երկուշաբթից ուրբաթ ժամը 21:30-ին։ Մնացեք բարով, մնացածը հետո։ Բարև ձեզ, բոլորը գրում են Էլեն ջան, ում համարն է ստորի արել, ում համարն է, ասեմ։ Այս արդեն մոտավորապես կլինի երկար ժամանակ, չեմ կարող կոնկրետ օր նշել, ինչ որ համարներից ինձ զանգեր են գալիս, երիտասարդ աղջիկա, թե դեռահասա, չգիտեմ, անընդհատ ուզում է Աննային, Անիին, ես իրան մի անգամ ասեցի, որ ինքը սխալ է զանգել 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ ասեցի, որ եթե դուք մի անգամ էլ զանգեք, ես ձեզ կվիրավորեմ։ Ու ինքը չհասկացավ։ Նորից ես գցում եմ սև ցուցակ, ինքը նորից ուրիշ համարներից զանգում է անընդհատ առավոտը 8-ին, ժամը 9-ին, ամենաանհարմար պահերին, ու ես այսպես բարկացա, որոշեցի իր համարը տեղադրել, որպեսզի իրեն այդպես անհանգստացնեմ ու ինքը հասկանա, թե ինչքան վատ ու անդաստիրակ քայլ է անում մարդկանց նկատմամբ։ Եթե երեխա է, ծնողը թող ուշադիր լինի, եթե մեծ աղջիկ է, թող գնա օրինակ հոգեբանի մոտ։ Ու նմանատիպ պատմությունների մեջ ես չեմ մեղադրում այն մարդուն, ով զանգում է, այդ մարդը խնդիր ունի ուղեղի հետ։ Ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր ճանաչում են ինձ, որովհետև այն մարդը, ով տվել է իմ հեռախոսի համարը, հաստատ ճանաչում է ինձ, անծանոթ մարդիկ իմ հեռախոսի համարը չունեն։ Այսինքն, եթե նույնիսկ ունենել, ինչ որ ծանոթ մարդուց է դա տարածվել։ Ես զարմանում եմ այդ մարդկանց վրա, որովհետև ես 26 տարեկան աղջիկ եմ, անկեղծ եմ ասում, նույն ոլորտից իրար ճանաչող մարդիկ ինձանից հեռախոսի համար են ուզում, ես մինչև թույլտվություն չեմ վերցնում, ես հեռախոսի համար չեմ տալիս։ Ով եք դուք ու ով է ձեզ իրավունք տվել մեկ ուրիշ մարդու համարը տալ մյուս անձնավորությանը։ Դուք ընդհանրապես ով եք։